Բարև ձեզ, Ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Փշուր է լինում Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության մասին Փաշինյանի առասպելը, Ալիևը բացահայտ խոսում է Բաքվի իրական նպատակների մասին։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Իշխանությունը ապա շրջափակումից է խոսում, բայց Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը դեռ փակ է։ Ռուսական ցորենը նախ Ադրբեջանով, ապա Վրաստանով է Հայաստան մտել։ Կարելի է ավելի սուվերեն ուղով բերել։ Օրինակ Ռուսաստան, Չինաստան, Պանամա, Պորտուգալիա, Կիպրոս, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստանով։ Կառավարող ուժը հազարավոր դոլարներ է վերագրում մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ամերիկացի հանրահայտ լրագրողին տված հարցազրույցին։ Շարժումը հերքում է։ Հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել։ Պետություն եկեղեցի լարվածությունը չի թուլանում։ Հայաստանում ամենայն հայոց կաթողիկոսի մի եղբայրը կալանավորվում է, մյուսը պարգևատրվում Կրեմլում անձամբ Պուտինից։ Վաշինգտոնյան եռակողմ բանակցություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ գլուխ գովող Փաշինյանի ու նրա թիմակիցների հայտարարությունները այդպես էլ չեն զսպում Ալիևի ախորժակը։ Նա շարունակում է տարածքային նկրտումներ դրսևորել Հայաստանի նկատմամբ։ Խոսքը ոչ միայն Զանգեզուրի միջանց կոչվածի մասին է, որը Բաքուն Երևանից պահանջում է Ադրբեջանն ու Նախիջևանը անխոչնդոտ իրար կապելու համար, այլև Հայաստանի այլ սուվերեն տարածքների, որի մասին ի դեպ Ալիևը առաջին անգամը չէ որ խոսում է։ Ադրբեջանի նախագահը նորից հիշել է հայկական Սևանը եւ փորձել այն ներկայացնել որպես պատմական ադրբեջանական լիճ։ Ona göre Azərbaycanlıların indiki Ermənistana qayıtması Ermənistan xalqını və dövlətini qorxutmamalıdır. Ադրբեջանցիների վերադարձը ներկա Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին կամ հայկական պետությանը։ Ես որոշ ժամանակ առաջ խոսել եմ այդ մասին։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար հիմնական պատասխանատվությունը իհարկե ընկնում է պետության վրա, նաև հասարակական կազմակերպությունների վրա, ինչպես նաև Ադրբեջանի գիտնականները բազմաթիվ գիտական աշխատանքներ են արել այս ուղղությամբ։ Գիտեմ, նկատել եմ դա։ Պետք է ավելի շատ լինեն նման աշխատանքներ, գիտական աշխատանքներ, ցուցահանդեսներ ու պատմական քարտեզներ հրապարակումներ։ O xəritələrdə Sevan gölü adlı göl yoxdur, o xəritələrdə Göyçə gölüdür. Այդ քարտեզներում Սևան անունով լիճ չկա, այնտեղ Գյոյչա լիճն է, եւ մեր կողմից օգտագործվող մյուս բոլոր պատմական տեղանունները արտացոլված են այնտեղ։ Այդ քարտեզները ամբողջությամբ հիմնված են պատմական իրականության վրա։ Հետևաբար մենք պետք է խթանենք ու հետազոտենք սա։ Մենք պետք է ստեղծենք ավելի շատ գիտական աշխատանքներ, նույնիսկ փոքր գրքույկներ, որպեսզի ադրբեջանական երիտասարդությունն ու միջազգային հանրությունը կարողանան ավելի լավ հասկանալ իրենց պատմությունը ու միևնույն ժամանակ որպեսզի ներկա Հայաստան վերադառնալու մասին մեր հայտարարությունները հնչեն բացարձակապես տրամաբանական ու արդարացի։ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնող Ալիևի այս ագրեսիվ հայտարարությունը ապացույցն է, որ Ադրբեջանի նպատակը ամենևին էլ խաղաղությունը չէ եւ դրա հաստատման մասին թե պաշտոնական Բաքվի, թե Երևանի քարոզչությունը կեղծ է։ Ալիևը կրկին քանդեց փաշինյանական խաղաղության դարաշրջանի մասին շինծու նարատիվը, քանզի չի կարող խաղաղություն լինել նրա հետ, ով հավակնում է քո հայրենիքին եւ վերազում է այն բնակեցնել օտար տարրերով։ Թշնամին շարունակում եւ շարունակելու է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը, որովհետեւ նրա իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի պետության որպես քաղաքական գործոն ամբողջական թուլացումն ու ապամոնտաժումը։ Ալիևի ագրեսիվ ու խաղաղությանը չնպաստող հայտարարությանը պաշտոնական Երևանը երկար ժամանակ չարձագանքեց։ Փաշինյանը, որ ամեն օր հայ ժողովրդին համոզում է, թե իբր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, լուռ էր։ Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք, խաղաղություն եք հաստատել ու զբաղված եք Թալինի ՔՊ-ի շոուով, բայց Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է. «Սևանալիճ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են»։ Միգուցե պատասխանեք, թե պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան, կոշիկ լիզող, վնգստացող ու նման արտահայտություններով։ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, տեղեկացնեմ ձեզ, որ 2026-ի ընտրություններից հետո, եթե Նիկոլը իշխանություն կազմի, ի պատասխան Ալիևի Սևան չկա, Գյոյչա է ու այն մեր լիճն է թեզին, կհայտարարի, որ Սևանը չպետք է բաժանի միակողմանի խաղաղության օրակարգը եւ առաջարկում է Սևանը Ադրբեջանի հետ միասին շահագործել եւ որպես դրա վար դրսեւորում եւ քայլ պատրաստ է ընդունել այս ռեգիոնում Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարիներին ապրող ադրբեջանցիներին։ Սա լավ հիշեք, երբ 2026-ին գնալու լինեք Նիկոլին հերթական անգամ ընտրելու։ Հայկական հողերը ադրբեջանական ներկայացնող Ալիևի հայտարարությանը պաշտոնական Երևանից առաջինն արձագանքեց ազգային ժողովի նախագահը, ընդ որում ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ լրագրողների հարցերին ի պատասխան։ Ես ասել եմ, որ պատմական ընտրտուկների մեջ
ընկնելու պարագայում կարող է հենց ստացվի, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալտայում։ Որովհետեւ բան ավելացնելու դրան չունեմ, համարում եմ, որ չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում։ Ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Ալիևի կոշտ հայտարարությունը կառուցողական չէ, հատկապես այն դեպքում, երբ կողմերը խոսում են խաղաղության հաստատման մասին, բայց Հայաստանի ազգային ժողովի նախագահը փորձում է հանգստացնել, թե տեսեք, խոսքն ամենևին էլ տանկերով գալու, այսինքն պատերազմելու մասին չէ, այլ մեքենաներով, իբր խաղաղ ճանապարհով գալու մասին է, որին սակայն քիչ հավատացողներ կան։ Ինչ տարբերություն թուրքը տանկերով է գալիս թե մեքենաներով, եթե նա իր պատմական հողերն է անվանում քո հայրենիքը ու գալիս է դրանց տիրանալու։ 2021 թվականին Ադրբեջանը տանկով չի մտել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք եւ գրավել բարձունքներ։ Սա իգիտություն տարրական բաներից չհասկացողներին։ Ալիևի քաղաքականությունը կառուցված է հենց այն բանի վրա, ինչ ինքը ասում է ներքին լսարանի համար։ Այսպիսով Ալիևը ջարդում է Արցախը տակ, հանգիստ կապրեք, անհետ թեզը։ Անկեղծորեն վերահաստատում է իր առաջիկա պլանները։ Ալեն Սիմոնյանի անատամ հայտարարությունից հետո ավելի ամբովանդակ հայտարարություն արեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Կրկին ոչ իր նախաձեռնությամբ, այլ հարկադրված լրագրողների հարցերին ի պատասխան։ Բայց պարզվեց, որ Սուրեն Պապիկյանը, ով ղեկավարում է մեր երկրի պաշտպանական գերատեսչությունը, չի լսել այն պետության ղեկավարի ելույթը, որում Հայաստանի սուվերեն տարածքը հերիք չէ ներկայացվել է որպես ադրբեջանական, այլև հայտարարվել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իբրև իրենց պատմական հողեր։ Սովորություն չունեմ մեկնաբանել մի բան, որ ինքս չեմ լսել կամ չեմ կարդացել։ Ես ինքս կկարդամ ըստ անհրաժեշտության մյուս առիթի ժամանակ դրան կպատասխանեմ, բայց այն որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Եվ երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ, դա իրականություն։ Սուրեն Պապիկյանի չակերտավոր անտեղյակությունը ամենևին էլ այն մասին չէ, թե ինքը չի լսել Հայաստանի հասցեին Ալիևի կոշտ հռետորաբանությունը, տարածքային պահանջներ ներկայացնող սանձարձակ խոսույթը։ Իհարկե, ինչպես միշտ ու ինչպես ցանկացած ԿՊԱ-ական սուտ է խոսում, բայց ենթադրենք ճիշտ ես ասում, այդ դեպքում դու ինչ գործ ունես այդ պաշտոնին։ Թշնամի երկրի նախագահը իր հավակնություններն է արտահայտում մեր տարածքների նկատմամբ, իսկ դու Աստված գիտի, որ քյաբաբնոցում վեր ես ընկած։ Տեսա, որ Պապիկյանը ձև է անում, իբր չգիտի, որ Ադրբեջանը հետևողականորեն հետամուտ է լինելու Հայաստանի մնացորդ 29000 քառակուսի մետր տարածքում 100,000-ավոր արևմտյան ադրբեջանցիներ տեղավորելուն։ Մինչև 2026 թվականի ընտրությունները Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները գրեհկաբար ասած սուխոյ ատկաց կկանգնեն, այսինքն կհերքեն սրա հնարավորությունը։ Իսկ ընտրություններից հետո կարող է պարզվել, որ արդեն վաղուց Փաշինյանը Բաքվի առաջ հանձ ներառել ապահովել նրանց վերադարձը։ Հիմա Հայաստանից հնչած գլխավոր հայտարարության կամ ինչպես ընդդիմությունն է գնահատում խայտառակ հայտարարության մասին, որն արեց Հայաստանի վարչապետը, ով ըստ էության Ալիևի հայտարարությունը ոչ միայն խաղաղությանը հակասող չորակեց, այլև փորձեց արդարացնել նրան։ Ադրբեջանում այսպիսի դիսկուրս կա, ասում են Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ադրբեջանի։ Ոնց են հիմնավորում, ասում են, բա ինչ է միջև մի ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած։ Դե իրենց ընկալումն է։ Դե ասում են, դե եկեք մենք է որ իրանք տենց է, եկեք մենք ասենք գոյչա։ Ալիևին արդարացնելու Փաշինյանի փորձերն ապարդյուն էին ու ծիծաղելի։ Այդպես էլ ԵՊՀ չավարտածը եւ դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս։ Այսօր էլ Ալիևի փաստաբանությունն անելով պնդել է, թե ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սևան անունը չի եղել։ Դրա աչքը մեկը չկոխեց 1828 թվականի քարտեզը օրինակ։ Այստեղ ոչ միայն Սևանը կա, այլև Արցախը։ Գոյության համակցված է բազում այլ դրսևորումների հետ, որոնք վկայում են այդ երկրի ագրեսիվ հակահայկական մտադրությունների թշնամանքի մասին։ Ինչ վերաբերում է Արցախ տեղանուն օգտագործելուն, որ դու եւ քո կիրթ Յոլդաշը երկինք էլ թռնեք, հետո իջնեք գետնին, միևնույն է, Արցախը հայկական է։ Հայերն այնտեղ բնակվել են անհիշելի ժամանակներից եւ ոչ մի թուրք զավթիչ կամ հայ դավաճան չի կարող այդ իրողությունը փոխել։
Փաշինյանի այս մոտեցումը փաստացի թույլտվություն է տալիս Ադրբեջանին ունենալ տարածքային հավակնություններ, լեգիտիմացնելով Սևանը ադրբեջանական գյոյչա ներկայացնելու, իսկ ապագայում այն փաստացի ադրբեջանական դարձնելու փորձերը։ Ու մինչ Փաշինյանը փորձեց մեղմացնել Ալիևի ագրեսիվ հայտարարությունը, նրա արտաքին գործերի նախարարը հակառակն արեց, արձանագրեց, որ Ալիևի հայտարարությունը խաղաղության գործընթացի մեջ չի տեղավորվում։ Սևանը անվանում է գյոյչա, եւ ինչքանով է դա տեղավորվում, այդ ձեր ասած խաղաղության չի տեղավորվում եւ մի ճշտմամբ իհարկե չեմ ուզում ոչ մեկի փաստաբանություն անել, բայց ձևակերպում այդպես է, չէ՞, ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոկչա։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևանը Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոկչա։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, հա, բանի մեջ, խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որտեղ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի եւ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Ինչով է պայմանավորված Փաշինյանի ու նրա արտաքին գործերի նախարարի իրար ոչ համահունչ հայտարարությունները։ Արդյոք սա նշանակում է, որ նույնիսկ Փաշինյանի թիմում այդքան էլ չեն հավատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, ինչի մասին ամենօրյա ռեժիմով աղաղակում է կառավարող ուժը։ Ես ձեզ վստահեցնում եմ, վաղը չէ մյուս օրը նույն արտգործնախարարը կկրկնի Փաշինյանի խոսքերը եւ ներողություն կխնդրի նախկինում արած արտահայտության համար, ինչու։ Որովհետեւ Փաշինյանը այսօր վերածվել է Հայաստանում միայնցնի ավտոկրատի, ում կարծիքը չկիսել նշանակում է հրաժարվել պաշտոնից, զբաղեցրած դիրքից եւ մի անգամ չի, որ նա դրա մասին հայտարարել է։ Հիշում եք հայտնի հայտարարություն, թե ով որ համաձայն չէ, թող դիմում գրի, թե չէ ես կհեռացնեմ։ Հետևաբար հույս ունենալ, որ կարող է ձևավորվել հակադիր մոտեցումներ, ես այդ հույսը չունեմ։ Այլ բան է, որ իրականության մեջ Փաշինյանը ցավոք սրտի վերածվել է Հայաստանում Ալիևի հակահայկական հայտարարությունները մեղմացնող սրբագրող մարդու, ով ամեն կերպ փորձում է արդարացնել, բայց այստեղ խնդիրը Ալիևին արդարացնելու մեջ չէ, խնդիրը սեփական քաղաքականությունը արդարացնելու մեջ է, որովհետև Ալիևը ամեն օր ցույց է տալիս, որ սին են խաղաղության մասին Հայաստանի իշխանությունների ցնծագին հայտարարությունները, որ Ադրբեջանը ունի հստակ նպատակ եւ հետևում է իր նպատակին, որը ուղղակի նպատակ չի, ռազմավարական ծրագիր է։ Եվ առնվազն 2021 թվականից մենք տեսնում ենք իր այդ ծրագրի հետևողական իրականացումը փուլային տարբերակով։ Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային հավակնություններ պարունակող Ալիևի հայտարարությունը հերթական անգամ կոտրում է Փաշինյանի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին միֆը։ Իշխանությունը ցնծության մեջ է, ազդարարել են իրենց գնահատմամբ Հայաստանի ապաշրջափակման մեկնարկը։ Այս շաբաթ Ադրբեջանի տարածքով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստան է մտել հացահատիկով բեռնված գնացքը։ Ռուսական ցորենով 1000 տոննա բեռնված 15 վագոնները դիմավորելու համար էկոնոմիկայի նախարարը հասել էր Տավուշի այրում կայարան։ Այդ խմբականակը ի դեպ Հայաստանի մեկ օրվա պահանջարկն էլ չի ապահովում։ Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև սա ըստ էության օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումն է հողի վրա տնտեսական կյանքում։ Ավելի քան 2 շաբաթ առաջ էկոնոմիկայի նախարարը հայտնել էր, թե շուտով Ակտա ու Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի Ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Ուշադրություն, Ղազախական եւ ոչ թե ռուսական ցորենը, որը նոյեմբերի 6-ին առաքվեց Հայաստան։ Թե այն ժամանակ, թե հիմա իշխանականները աղաղակում էին հայկական տնտեսությունը բազմազան դարձնելու, իրենց լեզվով ասած, դիվերսիֆիկացնելու մասին։ Վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Եվ ես կարծում եմ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։
Ցորենով բեռնված վագոնները Ռուսաստանից Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով անխոչնդոտ հասան Հայաստան։ Լավ բան է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը։ ՔՊԱ-կանների ցնծությանը զուգահեռ սոցցանցերում տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին հեքիաթներին, որով փորձում են Հայաստանի իշխանությունները կերակրել հայ ժողովրդին, չեն հավատում։ Ցորենի հաց են վաճառելու, շաղախված նավթով ու հայ արյունով։ Իշխանությունում այնպիսի ցնծություն է տիրում, կարծես վերջին ամիսներին հաց չէին կերել։ Հացի դեֆիցիտ կար երկրում։ Սովալելուկ հայերը վերջապես հաց են ստացել։ Ռուսաստանից ցորենի կախումը նվազեցնելու համար այս անգամ որոշել են, որ ռուսական ցորենը Ռուսաստան-Վրաստանի փոխարեն պետք է գա Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան երթուղով։ Կարելի է ավելի սուվերեն ուղով բերել։ Օրինակ Ռուսաստան, Չինաստան, Պանամա, Պորտուգալիա, Կիպրոս, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստանով բերել։ Ադրբեջանի տարածքով Հայաստան մտած ցորենի առաքումը Փաշինյանը մեծ իրադարձություն համարեց։ Ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, ընկալումն այն էր, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին եւ հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում եւ ըստ էության ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել։ Թե որ ընկերությունն է ռուսական ցորենը առաքել Հայաստան ու արդյոք Հայաստանը տարանցման համար վճարել է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը պատասխան չուներ։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով թե ռուսական, թե ղազախական ցորենը, որը ճանապարհին է եւ առաջիկա օրերին կհասնի Հայաստան, մասնավոր ընկերությունն է ներմուծում։ Սա պետական գնում չէ, սա մասնավոր գնում է, մասնավորը գումարը փոխանցել է Ռուսաստան եւ Ղազախստան, բարձել են այնտեղ իր ցորենը եւ այդ ցորենը ուրեմն հասնում է Հայաստան կամ հասավ Հայաստան։ Իսկ հացամթերքի գինը կիչնի, քանի որ օրինակ ըստ էկոնոմիկայի նախարարի Ադրբեջանով անցնող երթուղին Լարսով բեռնատարներով ցորենի տեղափոխումից շահավետ ու անխափան է։ Նախարար Պապոյանը սակայն չի շտապում ասել։ Չեմ նշի, թե դա ինչպիսի ազդեցություն կունենա, որովհետև գինը բազմաթիվ հանգամանքներից։ Հա, բայց մի հատ կոնկրետ հանգամանք փոխվում է։ Մեկ կոնկրետ հանգամանք, այո, փոխվում է եւ ինքնատրանսպորտային ծախսերի եւ հետեւաբար նաեւ Հայաստանում ցորենի ինքնարժեքը իջնում է։ Ու մինչ կառավարող ուժը ցնծում է, թե աղբյուրների դիվերսիֆիկացիա է տեղ ունեցել եւ հացահատիկն արդեն Ադրբեջանով է գալիս Հայաստան, այսինքն ավելի շահավետ ճանապարհով, հայաստանցիները Բաքվի իրական նպատակներն են նկատում։ Հայաստանում հրճվում են Ադրբեջանի տարածքով ստացված ցորենով, Ադրբեջանում ռազմական շքերթի նախապատրաստությամբ։ Ժամանակին Հայաստանը ցորեն էր ստանում Արցախից, առանց Ադրբեջանին երախտիկ հայտնելու։ Արդյոք ադրբեջանական տարածքով Հայաստան մտնելու այլ ապրանքատեսակների շուրջ պայմանավորվածություններ արդեն կան, կառավարող ուժը դեռ չի ասում։ Մինչդեռ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջը ցորենով բեռնված եւս 132 վագոն կուղարկի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցը իրարանցում է առաջացրել իշխանության ներսում։ Կարապետյանի հորեղբորը բարերար եւ գործարար Սամվել Կարապետյանին ամեն կերպ վարկաբեկելու գործընթացի շրջանակում մերձիշխանական լրատվամիջոցը շտապեց հայտնել, թե Նարեկ Կարապետյանը $100-ավոր դոլարներ է ծախսել ամերիկացի հանրահռչակ լրագրողին հարցազրույց տալու համար։ Մինչ Նյու Յորք մեկնելը Կարապետյանները լոբիստական կազմակերպություն են վարձել հոդված տպելու ու Կարսոնի հետ հարցազրույց կազմակերպելու համար։ Հոդվածը Financial Times-ի շաբաթօրյա համարում անդրադարձն էր Տաշիր Սամոյի կալանավորմանը, ինչին հաջորդեց Տաշիր Սամոյի եղբորորդու Նարեկի հարցազրույցը Կարսոնին։ Լոբիստական կազմակերպությանը Կարապետյանները վճարել են մոտ $1 միլիոն, որից $400,000 միայն Կարսոնի հետ հարցազրույցի համար։ Այս լուրը գրել է իշխանական Media News կայքը, որն ըստ մամուլի հրապարակումների պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։
Իշխանական լրատվամիջոցի հրապարակումից անմիջապես հետո մեր ձևով ժողովրդական շարժման մամուլի խոսնակը հերքեց լրատվամիջոցի գրածը։ Հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Քաղաքակիրթ աշխարհը իհարկե զարմացած է, որ իրենց ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Իշխանությունը ցնցումների մեջ է։ Բազմամիլիոնավոր լսարան ունեցող ամերիկացի լրագրողը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի առաջնորդների ղեկավարներից հարցազրույց վերցնելուց հետո հիմա էլ Հայաստանից զրուցել է մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։ Բացարձակ կապ չունի, թե Տակեր Կարսոնին կպցրել ես փողով, թե ձրի։ Այստեղ կարևոր այն է, որ Նարեկ Կարապետյանի խելքը հասել է, որ քաղաքականության մեջ կայանալու ու առաջընթաց գրանցելու համար ինչքան կարևոր է Կարսոնի պես անձանց կպցնելը։ Նարեկի սխալն այս հարցում, որ ինքը շտապեց հերքել փողային պահը։ Պետքա ոչ հերքեր, ոչ էլ հաստատեր։ Հակառակորդ կողմի թակարդը դա էր։ Այն, որ համաշխարհային մամուլը հետաքրքրված է միլիարդատեր Սամվել Կարապետյանի շուրջ Հայաստանում սկսված հետապնդմամբ, ապացուցում են նրա կալանավորման այս 5 ամիսների ընթացքում հրապարակված հոդվածները։ Հայաստանի ամենահարուստ մարդը բանտում է, նրա բիզնեսը առգրավված, ընտանիքը դա քաղաքական հաշվեհարդար է համարում։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն աջակցելու համար։ Ինչու՞։ Հայաստանում ուժերի ցուցադրություն է Հայաստանի վարչապետի ու երկրի միակ էներգամատակարար ընկերության սեփականատիրոջ միջև։ Սենսացիա։ Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Հայաստանի վարչապետի Վաշինգտոն այցի վրա։ Ըստ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները Հայաստանում հետաքրքրված են ինչպես եկեղեցում պաշտպանելու համար կալանավորված Սամվել Կարապետյանի, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականների կալանքներով։ Դա վստահաբար կարող եմ ասել եւ ցավով եմ սա ասում։ Հայաստանի Հանրապետության վարկանիշին որևէ մի դրական ազդակ միջազգային օտարերկրյա ներդրումների տեսանկյունից կամ այլ տեսանկյուններից չի տալ։ Քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանը, ում այս իշխանությունը ներկայացնում է որպես ռուսական ուղղվածություն ունեցող, այլ կերպ ասած Պուտինի մարդ, ստացվում է, որ ակտիվ շփումներ ունի նաև արևմտյան կողմի հետ։ Դրա ապացույցն օրինակ ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն է, որը Սամվել Կարապետյանի փաստաբաններից է։ Նա հայտնի է որպես Թրամփի վարչակազմի հետ լավ հարաբերություններ ունեցող փաստաբան։ Ամստերդամից բացի հիմա էլ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տալիս աշխարհում լայն ճանաչում ունեցող ամերիկացի մի լրագրողի, որը կրկնեմ հարցազրույց է ունեցել Հայաստանի իշխանության համար այդքան սիրելի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչը նշանակում է, որ նա բավական սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի հետ։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին զուգահեռ Ռուսաստանի նախագահը ազգային միասնության օրվա առթիվ ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopոսին Nevsku շքանշան է հանձնել։ Орденом Александра Невского награжден архиепископ Езрас, глава российской и Новонахичеванской епархии Святой Армянской апостольской православной церкви. Այս կադրերից արդեն մի քանի օր է ուշքի չեն գալիս Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, որոնք Եզրաս սրբազանին ռուսական գործակալ են համարում։ Ալեքսանդր Նևսկու շքանշանը Ռուսաստանի Դաշնությունում պետական բարձրագույն պարգևներից մեկն է։ Այն շնորհվում է հայրենիքին մատուցած հատուկ ծառայությունների, բազմամյա բարեխիղճ ծառայության, Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդման, երկրի պետական շահերի պաշտպանության, պետության հզորացման, անվտանգության, տնտեսական եւ մշակութային զարգացման ոլորտներում նշանակալի հաջողություններ ունենալու համար։ Եվ ուրեմն ինչ հատուկ ծառայություններ է մատուցել Եզրասը Ռուսաստանին, ինչպես է պաշտպանել Ռուսաստանի պետական շահերը, նպաստել Ռուսաստանի հզորացմանն ու անվտանգությանը, որ երկրին է ծառայում Եզրասը եւ որն է վերջապես Եզրասի հայրենիքը։ Հարցը բնականաբար հռետորական է։ 2022 թվականին կտրիչնել է դարձել շքանշանակիր, հետևաբար այս իրադարձությունները սովորական բան են այս ընտանիքի կենսագործունեության համար։ Սա նաև մեկ պատճառ այն մասին, որ վերոնշյալ քաղաքացիների հեռացումը մայրաթոռից այլընտրանք չունի։ Եզրաս arczepiskopոսին Պուտինի կողմից Nevsku շքանշան հանձնելուց օրեր առաջ Հայաստանում հակաեկեղեցական արշավի շրջանակում կալանավորվել էր ամենայն հայոց կաթողիկոսի մյուս եղբայրը Գևորգ Ներսիսյանը ու նրա որդին Համբարձում Ներսիսյանը։ Նրանք մեղադրվում են խուլիգանության եւ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։
Իշխանամերձ Հանրապետություն կուսակցության վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն էր գրել, թե նոյեմբերի 1-ին կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է կուսակցության քարոզարշավը։ Սույն լեգիոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում։ Հրահրում էին բաց եւ սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ։ Սադրում էին մեր քաղաքական թիմին հայոյանքների եւ անվանարկումների դիմելով, առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզն ու գենդերային պատկանելիությունը։ Մինչդեռ փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով Հարություն Մկրտչյանի հայտարարության մեջ հանցագործությանը նմանվող դեպք նույնիսկ չկա։ Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմանում իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել։ Իրեն է մոտեցել մի մարդ եւ առաջարկել մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը։ Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է համբարձումի հայրը Գևորգ Ներսիսյանը։ Երեքով խոսել են եւ խաղաղ բաժանվել։ Այս բոլորը տեսագրված է։ Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա։ Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը։ Հրապարակված տեսանյութը քրեորեն հետապնդելի որևէ հատկանիշ չի պարունակում, պնդում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ըստ նրա, կաթողիկոս Գարեգին II-ի եղբորն ու նրա որդուն կալանավորելը լիովին տեղավորվում է վեհափառի դեմ գրոհի շրջանակում։ Ցանկացած անաչառ դիտորդի, եթե հարցնեք այդ տեսանյութը տեսնելու պայմաններում, վեհափառ հայրապետի եղբայրը ինչի համար է կալանավորվել, ինչի համար է 68-ամյա մեր հայրենակիցը կալանավորվել։ Կարծում եմ պատասխանը հենց նրանում է, որ վերջինս հանդիսանում է վեհափառ հայրապետի եղբայրը։ Ու մինչ Փաշինյանը շարունակում է իր արշավն ընդդեմ եկեղեցու եւ կաթողիկոսի, Գարեգին II-ը այս շաբաթ եւս մեկ քահանայի, Տավուշի թեմի հոգեվոր սպասավոր Տեր Տարոնին կարգալույց հռչակեց։ Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչ հիմքերով է կարգալույց հռչակել քահանային։ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից։ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապայի հորդորներն ու հրահանգները եւ հարատևել կարգազանց ընթացքի մեջ։ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը, մեղսակից դառնալով կարգալուծվածին։ Հրապարական ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայաստանյա ծառաքելական Սուրբ եկեղեցին եւ ծառայակից եկեղեցականներին։ Անարգալից վարկագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ եւ դրժել հնազանդության ուխտը։ Կարգալույց արված քահանան դասվել է աշխարհականների շարքին Վարդան Հունանյան Ավազանի անունով։ Նրան, ինչպես նախկին քահանա Ստեփան Ասատրյանին, իշխող ուժն իր աջակցությունը հայտնեց։ Լիակատար աջակցություն եմ հայտնում Տեր Տարոնին, որին եկեղեցազավթ Կտրիչ Ներսիսյանը այսօր կարգալույց է արել։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հետևաբար Տեր Տարոնը շարունակում է հանդիսանալ քահանա։ Կտրիչ Ներսիսյանը պիտի լքի վեհարանը, անառակապետությունը պիտի ավարտվի։ Եկեղեցու դեմ դուրս եկած արդեն կարգալույց հռչակված այս քահանան նախորդ կիրակի նոյեմբերի 2-ին մասնակցել էր մեկ այլ կարգալույց հռչակված քահանայի Ստեփան Ասատրյանի մատուցած կեղծ պատարագին, որին ներկա էր եղել վարչապետ Փաշինյանը։ Այս պատարագը, ինչպես եւ դրան նախորդողը, կրկին աչքի էր ընկել սակավաթիվ լինելով։ Մեր մեջ ասած ահագին էլ շատ մարդ կար այսօրով անավանքում, չհաշված իհարկե հարյուրավոր ոստիկաններին, ԿՊԱ-ական պաշտոնյաներին, պատգամավորներին ու ավականու անդամներին եւ նիկոլական ակտիվիստներին։ Այ իրենց որ հանում ես տակ ահագին հոց բազմություն ա մնում, տենց մի 7-10 հոգի։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ պարտվեց Հովհանավանքում, հույս կա։ Ասել են սրված կանգնեք, շատ երևանք։ Ինչ խոսք, տպավորիչ շատ եք։ Մենակ չեմ հասկանում, այսքանի համար այդքան ոստիկան ինչի են տանում այդտեղ։ Տղաներ եւ աղջիկներ, չեք ջոկում, որ դուք ձերանցով եք լինելու միշտ։ Ու ինչպես հոկտեմբերի 26-ի պատարագին, որին կեղծ սարկավակ էր մասնակցում, նոյեմբերի 2-ին էլ մի այդպիսի կեղծ դպիր հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Դուք էլ եք մասնակցելու արարողությանը։ Իսկ ո՞նց եք վերաբերում, որ կարգալույց եղած քահանան է։ Ես եկել եմ աղոթ անեմ, դուք դպիր եք։ Պատարագից հետո, եթե տարիք կլինի, դպիր եք։ Պատարագից առաջ ուղղակի իմանամ ձեզ ոնց դիմեմ։ Այս կեղծ պատարագին մասնակցող կեղծ հոգևորականը պարզվում է նաև ժամանակին կեղծ ընդդիմադիր է խաղացել։ Այս տարվա փետրվար ամսին նա ակտիվորեն
հանրավակներ էր, բողոքի ակցիաներ էր հրավիրում կառավարության դիմաց, դժգոհում էր հարկային ռեժիմի փոփոխությունից եւ կառավարությանը անվանում էր թալանչիներ, թալան իրականացնողներ։ Երկու անգամ անընդմեջ Հովանավանքում կարգալույց քահանայի կողմից մատուցված պատարագին մասնակցելուց հետո Փաշինյանն այս կիրակի նոյեմբերի 9-ին կլինի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ պատարագ կմատուցի Տեր Թադե Թախմազյանը, որը եւս ընդվզում է հոգեվոր վերնախավի դեմ։ Իդեպ, այս քահանայի կարգապահական հարցը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Չի բացառվում, որ նա էլ կարգալույց կհռչակվի։ Ինստաֆեսի այս թողարկմանը առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։